աշխարհը ինձ համար շատ քառակուսի է այդպես թվում, շատ նեղ, ու ես հասկացա, որ այն մասնագիտությունը, որ ինձ տալի ազատություն թռիչք, դա մարքեթինգն է։ Այդտեղ լավ փող կա, արտահայտությունը ընդհանրապես չպետք է աշխատի կյանքի մասնագիտության համար։ Ես եկա այն համոզման, որ մենք բոլորս մարդակենտրոն ենք եւ ամեն ինչ մարդու շուրջ է, անգամ բիզնեսը, յուրաքանչյուր բիզնես նման է իր սեփականատիրոջը։ Մարքեթինգը ընդհանրապես իմ կյանքում ինքը մի շատ կարևոր բաղադրիչ ասեմ, թե կրիտերիա ասեմ, մաս ասեմ, շատ կարևոր մասն է իմ կյանքի մարքեթինգը, որովհետև մարքեթինգը որպես մասնագիտություն ենթադրում է ակտիվություն։ Իսկ ես ակտիվ անձնավորություն եմ, մինչ մարքեթինգը շատ հետաքրքիր է, բայց ես մարքեթինգ եկել եմ բանկից, ու երբ որ ես վարկային մասնագետ էի աշխատում, ես հասկացա, որ աշխարհը ինձ համար շատ քառակուսի է այդպես թվում, շատ նեղ, ու ես հասկացա, որ այն մասնագիտությունը, որ ինձ տալի ազատություն թռիչք, դա մարքեթինգն է։ Իհարկե բոլորովին, այսինքն պատկերացում այնքանով, որքանով համասարանական գիտելիքներն էին, այդքանով ունեի պատկերացում մարքեթինգի մասին, բայց ես հասկացա, որ դա պետք է դառնա իմ կյանքի մասնագիտությունը եւ իրականում ընդհանրապես ինչ որ մասնագիտություն ընտրելուց պետք է դա հստակ որոշում լինի, նոր քայլես դեպի այդ ճանապարհը։ Պարզապես ես ընդհանրապես դեմ եմ գումարի համար մասնագիտություն ընտրել, այդտեղ այդ արտահայտությունը շատ է, այդտեղ լավ փող կա, արտահայտությունը ընդհանրապես չպետք է աշխատի կյանքի մասնագիտության համար, որովհետև ես հասկացա, որ իմ ակտիվությամբ եւ իմ աշխատանքով ես պետք է հանգեմ նրան, որ ավելի ակտիվ կենսակերպ ունենամ եւ այդ թվում նաև աշխատեմ։ Մարքեթինգը ինձ հնարավորություն է տալիս ճամփորդել, մարքեթինգը ինձ հնարավորություն է տալիս աշխատել մի քանի տարբեր գործողություններ անել, այսինքն մի քանի տարբեր կրիտերիաներով։ Մարքեթինգի մեջ դու մի օր կարող ես հաղորդում վարել, մի օր կարող ես փառատոն վարել, մի օր կարող ես օֆիսում նստել աշխատել, մի ուրիշ օր կարող ես վերլուծել, մեկ այլ օր կարող ես նոր ապրանք շուկա մատուցել եւ ընդհանրապես կարող ես դառնալ այն գաղափարախոսության հեղինակ կարող ես դառնալ հանրության կարծիքի առաջնորդը, կարող ես ստեղծել մի բան, մատուցել հանրությանը եւ հետո կողքից հետեւել, թե ինչ վերաբերմունք է տածում դրան հանրությունը կամ ինչպես է օգտագործում հանրությունը այդ ապրանքը։ Արդյոք այն ինչ որ դու մտածում ես, թե ինչպես կընկալի հանրությունը տվյալ պրոդուկտը, արդյոք դա հասավ իր նպատակին, թե չհասավ։ Դրա համար մարքեթինգը ինքը շատ հետաքրքիր է, որտեղ դու մարդկանց հետ գործ ունես, դու հանրության հետ շփվում ես, դու քեզ օֆիսում չես աշխատում հաշվապահի նման, գրես քո թղթերը ուղարկես հարկային ու վсё, վերջացավ այդտեղ, չէ։ Մարքեթինգի ժամանակ դու անում ես ինչ-որ գործողություն, հետո տեսնում ես հաճախորդը ինչ ռեակցիա տվեց, հետո փոխում ես, հետո նոր գովազդ ես բերում, մեծ սպեկտր է մարքեթինգը ընդհանրապես, ու մարքեթինգի մեջ նաև ենթաճյուղեր կան, գոյություն ունի վաճառք առանձին, էմոցիոնալ վաճառքները գոյություն ունի PR-ը առանձին, գոյություն ունի անձի image making-ը, ու անձի image making-ը հիմա վերջին տարիներին դարձել է իմ հիմնական գործառույթը եւ հիմնական աշխատանքը, որով որ ես ընդհանրապես իմ կարիերայի մեջ, այսպես ասեմ, առաջ եմ գնում, որովհետեւ ես եկա այն համոզման, որ մենք բոլորս մարդակենտրոն ենք եւ ամեն ինչ մարդու շուրջ է, անգամ բիզնեսը, եւ եթե ինչ-որ մի բիզնես ուզում ես առաջ մղել, ապա կարևոր կրիտերիա է, թե ով է այդ բիզնեսի կենտրոնում եւ այդ բիզնեսը ընդհանրապես ինչպես է գնում, որովհետեւ այդ բիզնեսի ստեղծողը հենց ընկերության գլուխն է եւ ես շատ եմ ուսումնասիրել եւ եկել եմ այն համոզման, որ յուրաքանչյուր բիզնես նման է իր սեփականատիրոջը, բնավորությամբ, վարքով, աշխատակիցների վարքով, եւ ես հասկացա, որ այստեղ շատ անելիք կա ու շատ հետաքրքիր գործ կա այստեղ, դրա համար իմ աշխատանքը ավելի շատ կենտրոնացավ անձի իմիջինգի վրա։